Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Կարգալույց հայտարարված եպիսկոպոսը շարունակում է միլիոնների գործարքներ կատարել, ինչ մանրամասներ է ներկայացնում փաստաբանը։ Փորձում են խոչընդոտել առաջնորդարանի աշխատանքը, Տեր Ռուբենը խոսում է եկեղեցական համակարգի թուլացման մասին։ Ալիևը խոսել է Հայաստանում տարածվող ատելության մասին, ինչ մեղադրանքներ է հնչեցրել նա օկուպացված Կովսականում։ ՔՊ-ի քարոզարշավը Երևանում դժգոհությունների ուղեկցությամբ է անցել, ինչ խոստումների մասին է հիշեցրել քաղաքացին Էրեբունիով շրջող Ավինյանին։ Պարզվում է, վալիդատորների խնդիրը միայն քաղաքացիներին չի վերաբերում, նույն իրավիճակում է հայտնվել նաև Նիկոլ Փաշինյանը։ Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է պահպանվել, Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ին ուղղված իր պահանջները։ Մասյացոտնի թեմի շուրջ իրավիճակի և կատարվող անօրինականությունների վերաբերյալ նոր զարգացումներ ու բացահայտումներ կան։ Պարզվում է ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ պաշտոնան կարված և կարգալույց հռչակված Գևորգ Սարոյանը աշխարհի կանոնով Արման Սարոյանը շարունակում է բանկային հաշվարկներով գործարքներ կատարել։ Թեմայի շուրջ այսօր հրավիրված ասուլիսում փաստաբան Արա Զորաբյանը ընդգծել է, որ հարկադիր կատարողը իրեն դրել է ամենայն հայոց կաթողիկոսի տեղը և թույլ չի տվել, որպեսզի Արման Սարոյանը հաշվարկներից դուրս գրի 15 միլիոն դրամ։ Պետք է տեղեկացնեմ, որ ապրիլի 1-ի դրությամբ արդեն ավելի քան 15 միլիոն դրամ նա այդ հաշիվներից դուրս էր հանել եւ այդ հաշիվներում էլ բազմաթիվ դրամական միջոցներ կան, որոնք մենք մտահոգություն ունենք, որ նա կարող է վատնել։ Մենք դատարանին խնդրել ենք հայցի ապահովումը վերացնել թվարկածս պատճառաբանություններով, դատարանը մերժել է։ Այնուհետև հակընդդեմ ապահովում ենք կիրառել, տեղեկացնեմ, որ դա պատասխանողին տրված իրավական գործիք է, տրամաբանությունը հետևյալն է, եթե կիրառված է հայցի ապահովման միջոց, եւ դրա արդյունքում կարող է պատասխանողը վնաս կրել, իսկ հայցի ապահովման միջոց կիրառել դա դեռ չի նշանակում, որ հայցվորը ճիշտ է։ Եվ շատ դեպքերում բնականաբար հայցը մերժվում է դատարանի կողմից։ Հակընդդեմ ապահովման դեպքում դատարանը պարտավորեցնում է հայցվորին բերել որոշակի դրամական միջոց եւ մուծել դատանի դեպոզիտ, որpիսի երբ հայցը մերժի եւ պարզվի, որ պատասխանողը վնասներ է կրել, ապա պատասխանողը կարողանա հատուցել իր վնասները։ Մենք միջնորդել ենք դատարանին հակընդդեմ ապահովում կիրառել, բերել ենք բանկից ապացույցներ, որ արդեն 15 միլիոն դրամից ավել նա ելքագրել է հաշվից, բերել ենք նաև ապացույցներ, որ բանկում կան մեծ դրամական միջոցներ, որոնց նույնպես նա հասանելիություն ունի, եւ խնդրել ենք կիրառել հակընդդեմ ապահովում։ Պարզ է, որ դա էլ է մերժվել դատարանի կողմից։ Նույն ասուլիսում Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը հայտարարել է, որ փորձում են խոչընդոտել իր ծառայությունը առաջնորդարանում։ Վարդապետի խոսքով վերջին շրջանում Մասյացոտնի եւ Արագածոտնի թեմերում տեղի ունեցող գործընթացները հարված են հայ առաքելական եկեղեցու ներքին կարգապահությանը եւ նպատակ ունեն թուլացնելու եկեղեցական նվիրապետությունը։ Ես էլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ունեմ իմ իրավունքները։ Ինձ համար վավերական է ամենայն հայոց հայրապետի տնօրենությունը։ Ես կոչված եմ ծառայության, ոչ թե պաշտոնի, ես կոչված եմ ծառայության։ Եվ այս ծառայությունից բխում է նաև իմ պատասխանատվությունը։ Ես պատասխանատու եմ ամենայն հայոց հայրապետի, մեր եպիսկոպոսած դասի, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի առջև առնչված իմ ծառայության դաշտին, ոլորտին։ Հիմա պետական մարմինները իդեմս հարկադիրի եւ վերջի շրջանում նաեւ քննչական է հրավիրվել որպես վկա առայժմ փորձում են խանգարել, խոչընդոտել, որպեսզի ես կատարեմ իմ ծառայությունը։ Եվ ինչն է զավեշտալի։ Փաստորեն ես որպես Հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու
հոգևորական, արդեն մոտենա 30-ամյա կամ 25-ամյակը լրացել է, 20-ամյա ներողություն, հոգևորական, փաստորեն ես չեմ կարող պատարակ մատուցել, դա խոչընդոտ է դասական ակտին, ես չեմ կարող երիտասարդների հետ հանդիպել, դա խոչընդոտ է, ես չեմ կարող քահանայից դասին հանդիպել, քահանական այն դասին, որ հրապարակային հայտարարություն տարածեցին, որ դատական միջանկյալ որոշման եւ իրենց խղճի, համոզմունքի, դավանանքի, ազատության միջև կա անհնարինություն։ Իրենք չեն կարող առաջնորդ ընդունել մեկին, որը աշխարհիկ անձնավորություն է։ Եվ մյուս կողմից նրանք չեն կարող դուրս գտնվել հայ եկեղեցու կանոնական դաշտից, չընդունելով ամենայն հայոց հայրապետի տնօրենությունը։ Միջազգային մտահոգություններ կան մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի վերաբերյալ։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը հայտարարել է, որ Հայաստանի օրենսդրության մի շարք դրույթներ կարող են հակասել ՄԻՊ-ի անկախության միջազգային երաշխիքներին։ Կառույցը կոչ է արել իշխանությանը հստակեցնել եւ ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանի անկախության իրավական մեխանիզմները։ Մինչ այդ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Մոնումենտ ոչ կայքը ահազանգ է հնչեցնում Արցախում հայկական մշակութային ժառանգության վիճակի մասին։ Մոնումենտ ոչը հայտնում է, որ Ադրբեջանը հայկական հուշարձանների փոփոխությունն ու վերափոխումը ներկայացնում է իբր վերականգնում։ Մայիսի 2-ին ավելի քան 150 դիվանագետներ եւ միջազգային ներկայացուցիչներ այցելել են Շուշի եւ Բերձոր, տեսնելով այնտեղ ընթացող ադրբեջանականացման գործընթացը։ Ըստ մշակութային կարևորության չափանիշի, ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները։ Եվ ավելին, ցանկացած միջամտություն, որն արվում է ժառանգության հետ, հանգեցնելով մշակութային կարևորության այս կամ այն տարի կորստին, պատմական, գեղագիտական, հոգևոր եւ սոցիալական առումներով, զրկում է ժառանգությունն իր հիմնական նշանակությունից, ոչնչացնելով այն։ Այս ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին կոշտ հայտարարություններով է հանդես եկել։ Օկուպացված Կովսական կատարած այցի ժամանակ նա մեղադրել է Հայաստանին շրջակա միջավայրի վնասման եւ Ադրբեջանի նկատմամբ ատելություն տարածելու համար, կոչ անելով զգոն լինել։ Որևէ կարիք չկա Հայաստանը մեզնից պաշտպանելու, մենք հասել ենք նրան, ինչի նպատակը դրել էինք մեր առաջ։ Մինչ Բաքվից շարունակում են նման հայտարարությունները, պաշտոնական Երևանը խոսում է խաղաղության օրակարգից։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ շարունակվում են հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Նրա խոսքով արդեն ստորագրել են 3 փաստաթուղթ, որոնք սահմանում են հետագա գործընթացների կարգը։ Իդեպ, այսօր Էրեբունի վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել չվախենալ Ալիևից եւ հստակ հայտարարել՝ դուրս եկեք մեր ջերմուկից։ Վարչապետը ի պատասխան փորձել է ներկայացնել, թե որն է իր պատկերացրած իրական Հայաստանը։ Ղարաբաղը մերն էր, դուք ասում եք մերը չէ, մերը չէ, ժողովրդին գրգռում եք ձեր դեմը։ Տեսեք, վերջին 500 տարում ուրեմն հրատունիներից հետո մենք պետություն ընդհանրապես չենք ունեցել մինչև 1918 թվականը։ Եվ մենք պետք է հասկանանք, որ պատմական ճշմարտության դաշտ մտնելով մենք մի այնպիսի բանի մեջ ենք մտնում։ Մենք վերջին 1000 տարում այս տարածքում պետություն չենք ունեցել, բայց այս տարածքում պետություններ եղել են։ Եվ մենք պետք է ուրախանանք եւ կենտրոնանանք այսօր մեզ 29 պատմության հարցերը եթե լուծեցինք, անցնենք թոշակների։ Տեսեք, ուրեմն Հայաստանի պատմությունը գիտեմ ես, էլի պատմությունը, Հայաստանի պատմության մեջ որ ջերմուկ են մտել, իրանք որ քեզ մի բան պարտադրում են, այս պետք է տակ, դուք ի՞նչ եք ասում, դուք մեր ջերմուկից դուրս եկեք։ Ուրեմն ասեք, մի վախեցեք, ով Ալիևը։ Մի րոպե, 2024 թվի սեպտեմբերին ստորագրվել եւ 24 թվի հոկտեմբերին վավերացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի
Սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգը, որտեղ արձանագրվել է, որ Ալմաթայի սկզբունքը բազային սկզբունքը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցով։ Այդ նշանակում է ներողություն։ Դե բա չեք լսում։ Հիմա ջրերի մեջ ապրենք, թե երկրի սահմանները ճշտենք։ Եկեք մի հատ կողմնորոշվենք թեման։ Մի րոպե, հիմա այդ կանոնակարգը նշանակում է, որ ձեր ասած եւ մյուս խնդրահարույց տարածքների հարցերը սահմանազատման հարցերով լուծվելու են։ Սակայն իշխող ուժի քարոզարշավն այսօր Երևանում հարց չի անցել։ Քաղաքացիները մոտեցել են Էրեբունիով շրջող Ավինյանին եւ ասել, որ այլևս չեն հավատում նրա հեքիաթներին ու նախորդ ընտրություններից մնացած ասեք կանենք կարգախոսին։ Բնակիչներից մեկը մասնավորապես խոսել է փոսերի խնդրի մասին։ Լսել ենք, հավատացել ենք։ Ինչ հեքիաթ է սա։ Այն որ ասում եք ասեք անենք, ասեցինք, բախի չարեցինք։ Հենց դուք եք ասել, մենք չենք ասել։ Ասում եք փոսերը ցաղ ասֆալտներն անենք, հիմա որ մի հատ լադոկ ենք ընկնում, անհասանելի ենք դառնում։ Կապից կդրվում ենք։ Աննս Արսենա, Ուրախ եմ, Արսեն Հայրապետյան։ Հայրապետյան ջան։ Կենտրոնական Հենց փողոցները։ ընկնում ենք, փոս կապից կդրվում ենք։ Հայրապետյան ջան։ Կենտրոնական փողոցները որտեղ հիմա։ Որ դետակ Կենտրոնական փողոցները։ կենտրոնական փողոց։ Ես Երևանի տղա եմ, սա գիտեմ։ Օրինակ։ Հիմա այսօր։ Մի հատ օրինակ եմ խնդրում կենտրոնական փողոցի փոսի։ Այսօրվա Այդքան կերկես կամ։ Չէ, կոնկրետ փողոցի անունը գիտես։ Որ ասեմ պրոսպեկտ չկա, բայց պետք է Չէ, Էրեբունի փողոց, Ռոստովյան փողոց, որ փողոցում է։ Այդ փողոց փողոց փողոցները։ եղբայր, արի հեսա գնում ենք այդ փողոցները։ Ես քո հետ կգա։ Արի։ Մի ուշագրավ միջադեպ էլ այսօր տեղի է ունեցել մետրոյում։ Մետրո մտնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարտը վալիդատորը չի կարդացել եւ օգնության է հասել Տիգրան Ավինյանը։ Պարզվում է, վալիդատորների խնդիրը միայն հասարակ քաղաքացիներին չի վերաբերում։ Նույն խնդրին բախվում են նաեւ իշխանության ներկայացուցիչները, նույնիսկ երկրի վարչապետը։ Ընդ որում խոսքը հենց այն իշխանության մասին է, որը ամիսներ շարունակ քաղաքացիներին համոզում էր, թե խնդիրն իրենց քարտերում գումար չլինելն է եւ դրա համար համակարգը չի աշխատում։ Միթե երկրի առաջին դեմքի քարտի վրա գումար չկար, թե իրականում խնդիրը հենց վալիդատորներինն էր, որոնց անխափան աշխատանքը մինչ օրս չի կարողանում ապահովել իշխանությունը։ Շաբաթներ առաջ անդրադարձել էինք այս թեմային։ Ինչպես էր արձագանքել Telcel ընկերությունը, ինչ խնդիրների մասին էին պատմել վարորդները եւ ի վերջո ով է պատասխանատու ստեղծված վիճակի համար, մանրամասները Սեդա Գյուրեղյանի ռեպորտաժում։ Արգելուղևորներ, խնդրում եք ստանալ ուղևորը, միտումնավոր չվճարելու դեպքում վարորդը ստիպված է լինելու դադարեցնել երթևեկությունը։ Պայմանագրով հսկիչի պարտականություն ստանձնած վարորդները հաճախ չէ, որ նման քաղաքավարի ձևով են իրազեկում ուղևորներին։ Երբեմն պահանջը գոռոցներով ու վեճերով է ուղեկցվում։ Ոչ չենք վճարելու եւ նստելու եւ դու ոչ մի իրավունք չունես ինձ ասելու վճարի։ Երևանցիները բողոքում են, որ ավտոբուսների վալիդատորների վրա որոշ բանկային քարտեր չեն աշխատում։ Հիմա մենք եւս փորձենք։ Telcel ընկերությունը բացատրություն ունի։ Քարտը նախկինում մոտեցրել եք վալիդատորին, բայց վճարումը տեղի չի ունեցել։ Կամ բանկի սահմանած գումարային ծախսի, կամ քարտի օգտագործման քանակային սահմանափակման պատճառով, եւ քարտը հայտնվել է սև ցուցակում։ Արդյունքում Telcel-ի տնօրենի տեղակալի պնդմամբ ավելի գումար չի գանձվում, այլ գանձվում է այն գումարը, որը նախկինում խափանված համակարգը չի գանձել։ Երբ որ դուք երթը կատարում եք, այդ պահին չի հաջողվում համակարգին գումարը գանձել, ինքը հաջորդ փորձը կատարում է 10 րոպե հետո։ 10 րոպե հետո նորից փորձում է գանձի ձեր քարտից այդ 150 դրամը։ Եթե կրկին չի հաջողվում իր մոտ, ինքը 1 ժամ հետո է փորձում։ Եթե 1 ժամ հետո նույնպես չի փորձում, հաջորդ փորձը տեղի ունենում 24 ժամ հետո, հաջորդը 5 օր հետո եւ 28 օր հետո։ Եվ դրանից հետո համակարգը դադարում է այդ ավտոմատ գանձումը։ Բայց այս փոքր թվացող տեխնիկական հարցը ամեն օր խնդիր է դառնում հազարավոր քաղաքացիների համար։
Ուղևորներից մեկը փորձում էր անցկացնել քարտը։ Առաջին վալիդատորի վրա չստացվեց։ Նույնը շարունակվեց նաև ավտոբուսի ետնամասում տեղադրված վալիդատորի վրա։ Վարորդներից մեկն ասում է, նման դեպքեր իր վարած ավտոբուսում հաճախ են պատահում։ Այս քարտը լիցքավորված է, բայց չի աշխատում։ Հաճախություն նկատում եմ, այո, լինում է, եւ նաեւ նկատում եմ, որ քարտը մի քանի անգամ անում է, չի անցնում, հետո անցնում է մի քանի րոպե, նորից անում է, նույն քարտը անցնում է։ Երևանի ավտոբուս Փակ-Բաժնետ ընկերությունում խնդիրը իրենց տիրույթից դուրս են համարում, կապելով ծրագրային խափանումների հետ, որը խնդրի տեխնիկական կողմն է։ Դա կապված է նաև այդ բանկային այդ պրոցեսին համակարգ կոչվածին, արկա համակարգին, մի խոսքով էդի քարտերի հետ կապված է, որը մեր հետ բացարձակ կապ չունի։ Telcel ընկերությունը եւս խնդիրն իր դաշտից դուրս համարեց, նշելով, որ այն ոչ միշտ է անմիջականորեն կապված Telcel համակարգի հետ։ Երբ խնդիրը վալիդատորն է լինում, վերագործարկում են ու հարցը լուծվում է, պնդում է Հունանյանը, բայց երբ հարցը տեղափոխվում է բանկի արկա համակարգի կամ այլ խափանումների դաշտ, խնդիրն իրենց լուծելունը չէ։ Այս հարցը միշտ ալիքաձև է գալի մեզ հասնում, երբ որ երբեմն այսպիսի խստացումներ է մտցնում քաղաքապետարանը եւ ստիպում է յուրաքանչյուր քաղաքացուն վճարում կատարել։ Եվ այո, քաղաքացիները շատ հաճախ մեղքը բարդում են համակարգի վրա, բայց նորից եմ կրկնում, եթե մենք օրական կես միլիոն գործարք ենք իրականացնում, սա կարելի արձանագրել, որ համակարգը անխափան աշխատում է։ Երբ ուղևորը քարտը մոտեցնում է վալիդատորին, նա ակնկալում է մի պարզ բան՝ վճարել ու շարունակել ճանապարհը, բայց փոխարենը պետք է մտածի անցավ թե ոչ, գանձվեց թե հետո կգանձվի, իսկ չգանձվելու դեպքում հայտնվում է անհարմար իրավիճակում։ Մի կողմում վարորդն է, հաճախ նաև հսկիչի պարտականությամբ, մյուս կողմում ուղևորը, որի համար այս ամենը առօրյա տեղաշարժից վերածվում է ամենօրյա սթրեսի, իսկ մեջտեղում համակարգն է, որը ըստ պատասխանատուների աշխատում է, բայց միևնույն ժամանակ ամեն օր խնդիրներ է ստեղծում հազարավոր մարդկանց համար։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Փաշինյանը մետրոյում շփվել է նաև քաղաքացիների հետ, որոշ դեպքերում նույնիսկ նրանց կամքին հակառակ։ Վարչապետը մոտեցել է ուղևորներից մեկին եւ հետաքրքրվել, թե ինչու է նա ընտրամադիր։ Թոշակները բարձրացել են, ճիշտ է։ Դուք թոշակ ստանում եք։ Քանի տարեկան եք, եթե գաղտնիք չկա։ Թոշակները բարձրացել են, դուք առողջության ապահովագրության շահառու եք։ 300 դպրոց է կառուցվում երկրում, 500 մանկապարտեզ է կառուցվում, խաղաղությունը հաստատվել, տնտեսությունը աճում է, աշխատավարձերը աճում են, պետական ծախսերը աճում են։ Ամեն դեպս կխնդրեմ Այդ սա մի հատ հայրենիք չարժի, հա։ Այդ սա արժի մի հատ հայրենիք եւ մեր ամբողջ ասած իմաստները փոքրանում է։ Չի փոքրանում, Հայաստանի Հանրապետությունը ինչքան եղել է իր միջազգայինորեն ճանաչված տարածքով, հիմա այդքան էլ կա եւ սահմանազատման արդյունքում բոլոր այն հատվածները, որ այդ կապված խնդիր կա, այդ բոլոր հատվածներում հարցերը կլուծվեն։ Նոր լարվածություն է առաջանում հայ-ռուսական հարաբերություններում։ Մինչ իշխանությունը փորձում է խորացնել հարաբերությունները Եվրոպայի հետ, Ռուսաստանից հնչող ուղերձներն ավելի կոշտ ու հստակ են դառնում։ Խոսքն արդեն ոչ միայն գործընկերային տարաձայնությունների մասին է, այլև ընտրության, որը կարող է փոխել Հայաստանի տնտեսական կապերը։ Ով եւ ինչ տրամաբանությամբ է կատարելու այդ ընտրությունը եւ ինչ ընտրության մասին է խոսքը ռեպորտաժում։ Ընտրության առաջ է կանգնեցրել Վլադիմիր Պուտինը Հայաստանին, ԵՄ թե ԵԱՏՄ։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն ընդգծել է, անհրաժեշտ է ընտրությունն արագ կատարել։ Պուտինը հայտարարել է ինտելիգենտ բաժանման համար, տրամաբանական կլինի հարցնել, ինչ է ուզում հայ ժողովուրդը։ Դա իհարկե մեր գործը չէ, բայց տրամաբանական կլիներ, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրեին, ԵՄ թե ԵԱՏՄ։ Դա կարելի է անել օրինակ հանրաքվեով, եւ կախված արդյունքներից մենք էլ մեզ համար եզրահանգումներ կանեինք, քանի որ ԵԱՏՄ անդամության շրջանակում Հայաստանը շոշափելի առավելություններ է ստանում։
Սա դեռ ապրիլի 1-ի Կրեմլի հայտարարությունների շարունակությունն է, երբ Պուտինը բաց տեքստով ասել էր, որ երկու մաքսային միությունների անդամ լինելն անհնար է ըստ սահմանման, ակնարկելով, որ Հայաստանը չի կարող միաժամանակ շարժվել դեպի ԵՄ եւ մնալ ԵԱՏՄ-ում։ Հայաստանը տնտեսական լրջագույն խնդիրների առաջ է կանգնելու, այսինքն մենք ունենք ԵԱՏՄ, որտեղ ունենք կոնկրետ շահեր, գյուղատնտեսական ապրանքների սպառում, էներգակիրների էժան գներով խնդիր եւ այլն, եւ մենք ունենք ինչ-որ պատրաստային Եվրոմիություն, որտեղ գնում էր Ուկրաինան, Վրաստանը եւ տեսանք, թե ինչ եղավ նրանց հետ։ Պուտինի այս հայտարարությունը Երևանում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովից օրեր անց է հնչում, որի ժամանակ ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր։ Մոսկվայում, սակայն, այս գործընթացներն ակնհայտ վրդովմունք են առաջացրել։ Ընդամենը նորեր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում էր, որ Հայաստանը ներքաշվում է Եվրամիության հակառուսական ուղեծիրի մեջ։ Ես շատ կուզենայի, որ ոչ Պուտինը, ոչ Մակրոնը, ոչ Շարլ Միշելը, ոչ այլ ոք այս պահին Հայաստանի մասին չխոսեին, որովհետև ով ինչ խոսում է, շատ այդպես վարպետորեն շուռ են տալիս հավաքական ընդդիմության դեմ եւ ծառայեցնում են, փորձում են ծառայեցնել իշխանության օգտին։ Մեզ պետք չի ոչ մեկի ոչ աջակցությունը, ոչ էլ առավել եւս միջամտությունը։ Այժմ արդեն հենց Կրեմլի ղեկավարը խոսում է ոչ միայն անհամատեղելիության, այլ նաև հանրաքվեի անհրաժեշտության մասին, փաստացի Երևանին դնելով աշխարհաքաղաքական ընտրության առաջ։ Ինչպիսի ընտրություն կկատարի Հայաստանը, կախված է թե ով է որոշողը, իսկ որոշողն ըստ մասնագետի ընտրվելու է հունիսի 7-ին։ Պետք է հասկանան, թե սա ինչ ընտրություններ է, սա ուղղակի իշխանության ընտրություն չի, սա գոյության ընտրություն է, Հայաստանի Հանրապետությունը կկարողանա գոյություն ունենալ որոշ ժամանակ հետո, թե ուղղակի ինքը կվերանա որպես պետականություն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է դա հստակ հասկանան։ Սա Հայաստանի համար քաղաքական թե տնտեսական որոշում է, ըստ փորձագետների, ընտրությունը ճակատագրական է լինելու բոլոր առումներով։ Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական ներկայիս կուրսին, որը իբրև թե անվանում են բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականություն, դա արևմուտք գնալու հետ, եվրոպական ինտեգրացիայի հետ զերոյական կապ ունեցող արտաքին քաղաքականություն է։ Սա վեկտոր է ուղղված դեպի Թուրքիայի ստորադաշնակիցը, ենթադաշնակիցը լինելու։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանն էլ անդրադարձել է Պուտինի հայտարարությանը։ Միրզյանը նշել է, մեզ ոչ ոք չի ասել վաղը դուրս եկեք։ Մենք միշտ ասել ենք, երբ պահը կա, Հայաստանը ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով Հայաստանը իրականում Եվրամիության անդամակցելու քաղաքական նպատակ չունի։ Նրա խոսքով դա հասկանում են թե Մոսկվայում, թե Բրյուսելում, թե Վաշինգտոնում եւ թե Երևանում։ Սարգսյանը համոզված է, այս փուլում թեման ավելի շատ օգտագործվում է ներքաղաքական եւ նախընտրական նպատակներով։ Մինչ այդ Եվրոպայից շարունակում են աջակցող հայտարարություններ հնչել։ Եվրահանձնակատար Մարտակոսը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի եվրոպական ուղղությամբ նրա քայլերում։ Նրա խոսքով վերջին հանդիպումները ցույց են տվել, որ Երևանը ցանկանում է խորացնել հարաբերությունները Եվրոպայի հետ եւ Բրյուսելը պատրաստ է աջակցել այդ գործընթացին։ Եվրոպայում ակտիվ քննարկվում է նաև Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեման։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը մերժել է Ռուսաստանի նախագահի առաջարկը, ըստ որի Գերմանիայի նախկին կանցլերը կարող էր Եվրոպան ներկայացնել Մոսկվայի հետ բանակցություններում։ Մինչ Եվրոպայում քննարկում են անվտանգության եւ քաղաքական նոր պայմանավորվածությունները, Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է պահպանվել։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի պատասխանն ԱՄՆ-ի խաղաղության առաջարկին ներառում է մի շարք պահանջներ շրջափակման վերացումից մինչև իրանական ակտիվների սառեցում։ Բաղային ընդգծել է, որ Իրանը պահանջում է նաեւ ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է Զառա Սարգսյանը։
Միացյալ Նահանգներն Իրանից կվերցնի հարստացված ուրանի պաշարները, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Վաղ թե ուշ մենք դրանք կստանանք։ Մենք դրան հետևում ենք։ Գիտեք, ես ստեղծել եմ այսպես կոչված տիեզերական ուժեր, եւ նրանք հետևում են այդ ամենին ամեն օր, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփն անդրադարձել է նաև Վենեսուելային ու Չինաստանին։ Վենեսուելան այժմ շատ երջանիկ երկիր է։ Նրանք դժբախտ էին, իսկ հիմա երջանիկ են։ Արտադրվող նավթի քանակը հսկայական է, ասել է նա։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա Սի Ցզինփինը շատ լավ ու խելացի մարդ է։ Նա սիրում է Չինաստանը։ Իրանի հետ պատերազմը չի ավարտվել, քանի որ դեռևս կա հարստացված ուրան, որը պետք է դուրս բերվի Իրանից, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Դեռ կան ուրանի հարստացմամբ զբաղվող կայաններ, որոնք պետք է վերացվեն։ Դեռ շատ անելիք ունենք, ասել է նա։ Բանակցությունները կապիտուլյացիա չեն, սոցցանցի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Մենք երբեք գլուխ չենք խոնարհի թշնամու առաջ, եւ եթե խոսքը երկխոսության կամ բանակցությունների մասին է, դա չի նշանակում կապիտուլյացիա կամ նահանջ։ Ընդհակառակը, մեր նպատակն է պաշտպանել իրանական ազգի իրավունքները եւ անսասան ուժով պաշտպանել ազգային շահերը, գրել է նա։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մայիսի 9-ին Մոսկվա կատարած այցի համար։ Ես խորապես ցավում եմ դրա համար եւ մենք նրա հետ կքննարկենք նրա այցը Մոսկվա, ասել է Մերցը Ստոկհոլմում կայացած համաժողովում։ Ռոբերտ Ֆիցոն Եվրամիության միակ ներկայացուցիչն է եղել, որն այցելել է Մոսկվա հաղթանակի 81-ամյակի առթիվ։ Երրորդյա հրադադարի երկրորդ օրը Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից զանգվածային հարձակումներ չեն եղել եւ որ Վլադիմիր Պուտինն ինքն է ասում, որ վերջապես պատրաստ է իրական հանդիպումների։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ թեև հրթիռային հարվածներ չեն հասցվել, բայց առաջնագծում եւ հարակից տարածքներում մարտերը շարունակվել են եւ խաղաղություն չկա։ Սակայն եթե ռուսները որոշեն վերադառնալ լայնածավալ պատերազմի, Կիևի պատասխանը չի ուշանա։ Շրջագայության դուրս եկած Հոնդյուս Բոսանավը, որի վրա հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել, մայիսի 10-ին ժամանել է Թեներիֆե։ Ուղևորները նախ թեստ կհանձնեն եւ ախտանշանների բացակայության դեպքում կուղարկվեն իրենց հայրենի երկրներ։ Իսպանացի ուղևորները կտեղափոխվեն ռազմական հոսպիտալ, իսկ մի շարք երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իռլանդիան եւ Նիդերլանդները ինքնաթիռներ են ուղարկում իրենց քաղաքացիներին տարհանելու համար։ Եվ վերջում Նեպալի օդանավակայանում Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է։ Օդանավը թռիչքն իրականացրել էր Ստամբուլից։ Ինքնաթիռում եղել է 277 ուղևոր։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC Newsroom հաղորդման հերթական թողարկումը ժամը 18-ին է, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։